Անջատում են հեղուկ գազի գինը ցուցադրող էլեկտրոնային վահանակը Դավիթաշենի այս գազալցակայանում, երբ տարածքում նկարահանող խումբ է հայտնվում։ Միացնում են, երբ տեսախցիկները անհետանում են տեսադաշտից։ Նոր-նորքի այս լցակայանում էլ նկարահանումները չեն խրախուսում։ Ասում են, վարորդները դժգոհում են, որ իրենց նկարում են։ Հաճախորդները դժգոհ են։ Իրականում հեղուկ գազի բարձր գնից են դժգոհ վարորդները։ Շատ վատ։ Բա ինչ անում։ Երևանում հեղուկ գազը վաճառվում է 280, 270 ու 260 դրամով, ահազանգում են վարորդները։ Այդ վառելիքից օգտվող քաղաքացիները անցած տարի 50 լիտրանոց մեքենայի բաքը 10,000 դրամով էին ամբողջությամբ լիցքավորում։ Հիմա 5,000 դրամով ավելացել է այդ ծախսը, ասում են վարորդները։ Ցավն է, որ պրիչինը պատճառը բռնում են լարսը, բայց ամառը ավելի թանկ ալնում է, որովհետև մարդիկ կոնդիցիոներ են վառում, բաները շատ են ծախսում։ Դրա համար թանկացնում են այլանդակները։ Եկավար կա, որ տեր կա, անդեր քաղաք է։ Էկոնոմիկայի նախարարությունը 2 շաբաթ առաջ էր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել, թե հետևում են իրավիճակին անհիմն գնաճը բացառելու համար։ Կարող է ընդհանրապես առմամբ պարզապես բիզնեսը հնարավորությունն է ավել փող աշխատել եւ առանց վերահսկողության է ավել գումարն աշխատում։ Հնարավոր է, որ հեղուկ գազ վաճառող ընկերությունները վառելիքի դեֆիցիտի ժամանակ այն բարձր գնով են ձեռք բերել եւ այս պատճառով գազը չի էժանանում, կարծում է Բաբկեն Պիպոյանը։ Որ ընթացքում որ դեֆիցիտ է, ձեռբերման գինն եղել է ավելի քան նախկինում ա եղել։ Վառելիքի շուկայում անվերահսկելի գնաճի մյուս պատճառը ըստ Պիպոյանի գուցե այն է, որ էկոնոմիկայի ՔՊԱ-ական նախարարի գլուխը խառն է նախընտրական հոգսերով։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։